Monk 3-ը 2026 թվականին որոշել է իր արտադրությունը համալրել կինո արտադրությամբ։ Ինչու՞, որովհետև կարծում ենք, որ այստեղ եւս Monk 3-ը ասելիք ունի։ Դուք էկրաններին տեսնում եք մեր առաջին գեղարվեստական ֆիլմի արդեն իսկ ընտրված կաստինգի արդյունքում հաստատված դերասանների կազմը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր համաձայնել են մեզ հետ արտադրել նոր հայկական գեղարվեստական ֆիլմ։ Մանրամասները չեմ բացահայտում, որպեսզի սպասեք։ N կոնցեպտ։ Ինչու N կոնցեպտ, որովհետև համարը, որը լինելու է ամեն անգամ հերթականը, ներկայացնելու է որևէ մարդու չկատարված երազանք։ Մեր մայրերը, տատիկները, ավագ սերունդը, բոլորը իրենց կյանքում ինչ-որ փուլում մեզպես փորձել են իրենց երազանքները իրականացնել։ Որոշները ստացվել են, որոշները չեն ստացվել։ Մենք փորձելու ենք իրականացնել այն երազանքները, որոնք նրանք չեն հասցրել իրականացնել, բայց Monk 3-ը օգնելու է նրանց։ Օրինակ առաջին պատկերում կինն է, ով ուզում է ստեղծել իր հագուստի յուրօրինակ շարքը եւ այն վաճառել հայկական հարթակում։ Ամեն ինչ արվել եւ արվելու է հայերի եւ հայկական հարթակի համար։ Պարուշ Սևակ։ Հովիկ Չարչյանի գրքի հիման վրա որոշել ենք նկարահանել ֆիլմ Պարուշ Սևակի եւ Սուլամիթայի գեղեցիկ սիրո պատմության մասին։ Ինձ թվում է շատերի համար մի բացահայտում կանեմ, ասելով, որ Սուլամիթան ողջ է։ Մենք կապի մեջ ենք Սուլամիթայի հետ եւ ամեն օր, ամեն անգամ շփվելուց նոր բացահայտումներ ենք անում, նոր արխիվային նյութեր ենք բացահայտում եւ նոր Պարուշ Սևակ ենք բացահայտում։ Դուք տեսնելու եք նոր Պարուշ Սևակ, դուք տեսնելու եք Պարուշ Սևակ, որը միտված է ներկայացնել միջազգային հանրությանը։ Երկար սպասված հարցը, Սիրասուն 2 լինելու է, այո լինելու է։